Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ 50,000 վարձկաններ Ադրբեջանում։ Միթե պատերազմը անխուսափելի է։ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով հսկայական ծավալի զենք ու ռազմական տեխնիկա է դիզում անգամ Վաշինգտոնի հանդիպումից հետո։ Իսկ մենք Վաշինգտոնի հանդիպումից հետո պատրաստվում ենք կրճատել բանակի ծախսերը։ Միթե Թրամփի խաղաղության կոչերը կզսպեն Ալիևին։ Միթե իրական Հայաստանի համար իրականություն կդառնան Թրամփի անվտանգության երաշխիքները։ Եվ ամենակարևորը, ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի Աբշերոնյան բռնակալ Իլհամը հրաժարվի տարածքային հավակնություններից։ Հյուրս ոմահիմնադիր ռազմական փորձագետ Վովա Վարդանովն է։ Ես այդ 50,000 վարձկանների վերաբերյալ, որոնք հավաքագրել են մոջահեդների, ծայրահեղական իգիլիստների «50,000 վարձկաններ արդեն գտնվում են Ադրբեջանում։ Որպես կանոն ծուխ առանց կրակ չի լինում։ Այսինքն հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանում հավաքվել է 50,000 վարձկան։ Այսինքն հնարավոր է նման ծրագիր կա եւ հնարավոր է այդ ծրագրի իրականացումը սկսել է։ Միթե վտանգավոր հետևանքներ չեք տեսնում։ Տեսնում եմ, այն էլ ոնց։ Կանանց խոշտանգումները կենթանի, ասենք, կուրսքը կդրած դրած բերանը 2 տարի առաջ ա եղել է, 3 տարի առաջ ա եղել։ Մոռացանք, հա։ Նման հարևանի հետ կարելի է, ասենք, նման շան հետ հարևանություն անելով փեդը ձեռից գցել։ Դրանից պատերազմի հոտ է գալիս։ Կարծում եմ ճնշումներ կա Հայաստանի կառավարության վրա։ Ալիևի այդ ագրեսիան լցված Հայաստանի լեռներում ինչին է բախվել։ Կտանք, ասենք, կռացի, որոշ ագրեսիվ գործողություններ կանենք ու կուղարկենք հետ։ Վստահում եք դուք Թրամփի խաղաղության կոչերին։ 1.5 տարի դարձնել է ծառայության ժամկետային պարտադիր ծառայությունը փոխարինել պայմանագրայինով, դա նոնսենս է։ Հայկական գտարի դիրքի մեջ իրան կանգնացնենք եւ ճամփենք ստեղից։ Որտեղ կհայտնվի Ալիևը, պարոն Վարդանով։ Միակ տեղը, որ իրավունք ունի հայտնվելու, դա դժոխքն է, գտարի դիրքի մեջ կայնացնի, ապականի իրան ու հետ ուղարկի։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարի օր։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Վարդանով, վերջին օրերին ու վերջին ժամանակաշրջանում հատկապես լարվել են տարածաշրջանում իրավիճակները։ Շատերը կանխազգում են եւ կանխագուշակում են մեծ պատերազմ։ Լուրեր են պատտվում համացանցում եւ տարբեր լրատվական կայքերում, թե հայկական, թե արտասահմանյան, որ պատերազմը անխուսափելի է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ 50,000 վարձկաններ արդեն գտնվում են Ադրբեջանում։ Սա որքանով է իրական եւ որն է ձեր տեսլականը։ Ես այդ 50,000 վարձկանների վերաբերյալ, որոնք հավաքագրել են մոջահեդների, ծայրահեղական իգիլիստների, դայիշիստներ, Նուսրայի այդ ծայրահեղական մուսուլմանական տարբեր կազմակերպություններից, որ իրանցից հավաքագրել են, բայց իրանք արդեն վարձկան են, էլի, որովհետև իրանց փողով են բանանում, աշխատացնում, այսպես ասած։ Իրանց մասին լուրը հանդիպել եմ ռուսական տելեգրամյան ալիքներում, ինձ ինչ-որտեղ կյանքն է ստիպում, ես ռուսական, իրանական, թուրքական եւ Բաքվի թուրքերի եւ վրացիների ու արաբների, ասենք, տելեգրամյան ալիքները ավելի շատ եմ նայում, քան հայկականներ, էլի, որովհետեւ ես ավելի շատ զբաղված եմ վտանգներով, մտածում եմ ոնց կանխարգել ենք, ոնց դեմ առնենք, ոչ թե ասենք մեր մոտ ինչ է կատարում, դրա համար հաճախ լինում է, որ ներսի հետ կապված անակնկալի են գալի։ Ռուսական տելեգրամյան ալիքներից հետո եղավ արտահայտումներ, իրանական տելեգրամյան ալիքների, դա չի նշանակում, որ դա փաստ է, բայց որպես կանոն ծուխ առանց կրակ չի լինում։ Այսինքն հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանում հավաքվել է 50,000 վարձկան։ Այսինքն հնարավոր է նման ծրագիր կա եւ հնարավոր է այդ ծրագրի իրականացումը սկսել է։ Այդ ծրագրի իրականացումը չեղավ, էլի, որ այսպես հոպ 50,000 հոգի մարդ հայտնվավ։
Այն որ 20 թվականին Արցախի դեմ պատերազմ սկսելուց առաջ թուրքերին վերել էին, թուրքերին, թուրքամաններին, Սիրիա բնակ եւ ոնց որ թե Լիբանանից էլ կային, դա քաշեց 2 ամիս։ Իսկ իրանց թիվը այդ բարձրացրած ձեր թվից, բարձրաձայնած 50,000-ից գրեթե 7-8 անգամ ավելի փոքր էր։ 2 ամիս բերում էին, ասենք 7,000 հոգի, 7 պլյուս։ 50,000-ը այտենց ճտսնելով չի լինում, էլի, դա Տանոսի ձեռնոցը չեն հայտնի ֆիլմից։ Այսինքն դուք այդքան էլ չեք վստահում Տելեգրամյան ալիքներին, ըստ ձեզ, որոնք արտատպել են նաև իրանական ալիքները։ Ես չեմ վստահում իրանց ճշգրտությանը, բայց որ լուրը կարա համապատասխանի մասամբ կամ սկիզբը այդ իրականացման, այդ ծրագրի, իրանք ներկայացնում են որպես արդեն իրականացված ծրագիր, 50,000 հոգի թուրքերի մոտ են Բաքվի հանրապետությունում։ Այդպես չի։ Այդ 50,000 հոգին միջև բերեն, միջև հավաքագրեն։ 93 թվականին ուրեմն Բաքվի փոխվարչապետը գնաց Աֆղանստան եւ հանդիպեց վարչապետի հետ տալիբների հաղթանակից հետո 93 թվականին եւ Խեկմատիարի հետ վարչապետի հետ եկան ընդհանուրի, որ 3000 չէ, իրանց թիվը մի քիչ ավելի մեծ էր, կարծեմ 5000 հոգու բանակցում էին, որ 5000 մոջահեդների հետ կոնտրակտ կնքեն եւ որպես վարձկան բերեն մեր դեմ պատերազմելու, իրանք այդ 5000 մարդը չկարողացան հավաքագրեն եւ բերեն։ Իրանք 3500-ից 3700 հոգի բերեցին։ Պետական մակարդակի մասին է խոսքը, 2 պետական պետության, ասենք, գործիչներ իրար հետ պայմանագիր եւ այլն չկարողացան 5000 հավաքեն եւ այդ 3500-700 հոգին բերվեց մոտ 7-8 ամիս։ Պարոն Վարդանով, հեշտ չի էլի մարդկանց ժամանակները փոխվել են։ Կապ չունի, հեշտ չի մարդկանց հավաքագրելը։ Հիմա կարելի է անդրադառնալ այդ առումով մի ուրիշ թեմայի, ասենք, այդ 1.5 տարի դարձնելը ծառայության, ժամկետային պարտադիր ծառայությունը փոխարինել պայմանագրայինով, դա նոնսենս է։ Դու որտեղից գիտես, որ կգան կամավոր կհավաքագրվեն, որովհետև այդ ժամկետայինը պարտադիր է, մոբիլիզացիայի է ենթարկվում 18 տարեկան երիտասարդը, իսկ պայմանագրային է, ինքը կամավոր է, ինքը պետք է ցանկություն հայտնի, այն որ դու աստղաբաշխական թվեր կդնես, ասենք, որ ներգրավես, դա հələ փաստ չի, որ կգան։ Նույն ձևով այդ Խեկմատիարի հավաքագրած, նույն ձևով այդ 50,000-ը իրանք հոստրուկ չեն, լցրեցին վագոնը, ուղարկեցին, չէ, իրանց պետք է հավաքագրես, իսկ որ ասենք կամավոր պետք է լինեն, դա 100%, որովհետև ձեռը զենք է լինելու, հսկայական մեծ խմբավորում է լինելու, բա որ իրանց դու զորով բերես ու Սպարտակի ապստամբության պես մի բան ստացվի, պետության ղեկավարները հիմար չեն, այտենց մասսա բերեն, չէ, չկա այտենց բան։ Այդ 50,000-ը հիմա հաշվի առնելով ինչ պետություններ են խառնված, ոնց որ թե Պակիստանն է դրան մասնակցում, Աֆղանստանն է ուզում պրծնի այն ուռած մարդկանց թվից ուռած ասելով նկատի ունեմ Իրանից շատ-շատերը դուրս հանվեցին այդ 12-օրյա պատերազմի արդյունքում պարզ դարձավ, որ Աֆղանստանի փախստականների մեջ մեծ թիվ է կազմել Իսրայելի հետ համագործակցողները եւ արտաքսում են այդ 1 միլիոն թե 1 ու քանի միլիոն աֆղանցիներին։ Հիմա իրանք եկան, սնունդը չշատացավ կամ աշխատանքը չշատացավ Աֆղանստանում, իսկ մարդկանց թիվը մեծացավ։ Այդ միտեղ պետք է ոնց որ ասած ճայնիկը ծակ պիտի ունենա, որ եռալուց գոլոշին չտրակցնի, էլի, ոնց որ պետք է ճնշումը թուլանա ու գոլոշի մի հատ sense նեղ անցքով դուրս գալով։ Դրա համար կարծում եմ իրանք համեմատաբար շուտ կանեն, բայց այդ շուտը էլի ամիսների հարց է, էլի։ Ոչ թե ռուսական Տելեգրամյան ալիքը ասեց, Երևակայի հետախուզական տվյալներ ունեցող, ասենք, ինչ որ մեկը inside արել այդ Telegram ալիքին,
ու միանգամից կատարվեց, այտենց չի, դա ամիսներ է քաշելու, 50,000-ի դեպքում կարող է կես տարի քաշի։ Իսկ որտեղից մեզ երաշխիք եւ իմացություն, որ օրինակ 2 տարի առաջվանից Ադրբեջանը չի զբաղվում այդ կարևոր գործով իրենց համար։ Նման ծրագիր դու չես կարա թաքցնես։ Հիշում եք, բանա, այսօր թուրքերը դոշը ասենց ճղում են վերնաշապիկը, տակից զոլավոր ծելնյաշկեն այրևում եւ գոռում են, ասենք Արլեոնակ, պիոներիայի բանով էլ երթումներ են տալի, որ իրանք ոչ մի վարսկան չեն բերել, բան ընդդեմ։ Այո։ Բայց դա բացվել է, չէ՞։ Իհարկե։ Դա բացվել է, ու նույն ձևով այնին թաքցնել հնարավոր չէ, էսի 7-8 անգամ ավելի քիչը չի կարացել թաքցնի, բա 50,000-ը ոնց թաքցնես իրանց հավաքագրումը։ Այն վաղ դեռ որ չէին սկսել բերել, արդեն ինֆորմացիան համացանցում հայտնվել էր, որ Սիրիայի հյուսիսում բանա այդում հավաքագրում է գնում Ղարաբաղում կռվելու համար։ Դա առաջի անգամ ես այդ ինֆորմացիային հանդիպեցի անմիջապես բանից հետո, այն Տաուշյան դեպքերից հետո, երբ որ չպաշտպանվող դիրքի համար, ասենք, մարդ սկսեց, եւ մենք հանճարաբար մի դիրքի համար մարտի արդյունքում 50 քանի հատ պարգևատրում բաժանեցինք տասնյակ մարտական խաչերով։ Դա իհարկե սարկազմ էր, որտեղ դա գրեխ է, էլի դա արժեքազրկում է, բանա այդ բարձրաստիճան պարգևանշանները չէր կարելի նման բանը։ Մարդկար շրջաններ ա գրավել, ասենք, ինչ դիրք, ինչ գյուղ, այլ շրջաններ ա գրավել ու մարտական խաչ չունի։ Պարոն Վարդանով, խոսեցիք պարտադիր զինծառայության կրճատման վերաբերյալ 2 տարուց, որ փորձում են սարքել 1 տարի 6 ամիս։ Դրան զուգահեռ նաև լուրեր են պատտվում, որ մտադիր են կրճատել նաև բանակի սպառազինության ծախսերը։ Դրան զուգահեռ Թուրքիան եւ Ադրբեջանը տարեցտարի ավելացնում են իրենց ռազմական բյուջեն։ Փաստերով ներկայացնեմ, Ադրբեջանի ռազմական բյուջեն 2023 թվականին կազմել է $195 միլիոն, իսկ 2024-ին $249 միլիոն, գրեթե 6% աճ։ Թուրքիայինը 2023 թվականին կազմել է $356 միլիոն, 2024-ին $377 միլիոն, գրեթե 27% աճ։ Իսկ մենք մտադիր ենք կրճատել մեր ռազմական սպառազինության ծախսերը հատկապես Վաշինգտոնյան հանդիպումից հետո։ Սա որքանով է ողջամիտ եւ մեզ համար որքանով է ճիշտ։ Այդ նախորդ թեմայի մասին խոսալուց մենք խոսում ենք նրա մասին, որ մեր հարևանները, որոնք որ մարդածածությունով, հայացածությունով աչքի են անգնում արդեն վերջի 120 տարին միանշանակ, ասենք հայտնի այդ հայկական ջարդերը 20-րդ դարի սկզբում սկսած, առ այսօր, ասենք, մի քիչ զսպաշապիկ ա եղել սովետական, ասենք, Ստալինյան ռեժիմը, բայց անգամ Ստալինի մահից հետո արդեն ընդվզումներ կային, հայկական, ասենք, բնակավայրերի վրա սենց-թենենց ճնշումներ, հայտնի Չարդախլի, ասենք, հողազրկումները, մեկ հողազրկում, որ կողքի գյուղերին էին տվել, հետո երկրորդը եւ երկրորդի ժամանակ 87 թվին եղավ ընդվզումը, չէ՞։ Ինչ եմ ուզում ասեմ, նման հարևան ունենալով հնարավոր չի, որ դու ինքնասպան աստիճանի, ասենք, զինաթափվես, փոքրացնես քո ուժը առանց ինչ-որ ճնշումների։ Կարծում եմ ճնշումներ կա Հայաստանի կառավարության վրա, այդ նախապայմանը, որ ընդհանրապես, ասենք, արժեք չունի այդ թուղթը։ Ճնշումները երկրի վարչապետի վրա է, երկրի ղեկավարության, Հայաստանի վրա, ուժի սպառնալիք եւ այլն։ Այդ ճնշումները հատկապես որտեղից են ուղղորդվում։ Աստված գիտի։ Ադրբեջան, Թուրքիա։ Աստված գիտի, չեմ կարող ասեմ, հաշվի առնելով, որ Էրդողանն ու Ալիևը այս վերջերս բանան դետեկտիվ են նայել, ինչ-որ կրիմինալ ֆիլմ են նայել իրար հետ, երևի ուսուսի տված մատներով խառնված, գրկախառնված, որոշել են այդ ֆիլմը կրկնեն եւ Էրդողանը ոնց որ ավելի բարի է հայերի հետ զրույցներում ու ավելի ագրեսիվ է Իլհամ Ալիևը
չեմ կարող ասեմ։ Իրար հետ խոսացած այն, թե հետի իրանց իրական տերերը Իսրայելն ու Անգլիան են իրանց դեպի էտյան բրթում, չեմ կարող ասեմ։ Բայց համենայն դեպս ես չեմ կարծում, որ այդ աստիճան, ասենք, ինքնասպան է Հայաստանի կառավարությունը, որ նման քայլերի հետ առանց լուրջ ճնշումների, առանց ուժի սպառնալիքի, ուժ կիրառելու սպառնալիքի համոզված եմ, որ նման բան կա։ Իսկ չեք կարծում, որ հակառակ դեպքում, ասենք, ինչ որ բժշկական խնդիրներ գոյություն, հակառակ դեպքում։ Պարոն Վարդանով, Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարում է, թե բանակը պետք է լինի անվտանգության ապահովման վերջին գործիքը։ Դրա տակ ինչ եք դուք հասկանում եւ միթե վտանգավոր հետևանքներ չեք տեսնում։ Տեսնում եմ, այն էլ ոնց։ Ու իմ ասածն է, կամ պարտադրանք կա եւ որոշակի քայլեր այդ պարտադրանքի տակ արվում են ու այդ քայլերը արդարացնելու համար, քաղաքական դիակ չդառնալու համար պիտի մի բան ասեմ, որ էսի երկրին պետք է անհրաժեշտ է դա համամարտկային, ասենք, երևույթ է, չնայած այդպես չի ու կարծում եմ մեր բնակչության այտենց գոնե մի 90%-ը կուրսի է, ուրիշտեղ ոնց է կատարվում, էլի խաղաղությունը ոնց է ապահովում, մարդիկ կուրսի են, բայց այդ պնդումները, բաները, այդ ամեն ինչը ընդհանրապես արդարացնում են, հիմնավորում են հայկական յանիմ տեսակետից այն քայլերը, որ հայանպաստ չի երկրի պաշտպանությանը լուրջ վնաս են հասցնում, բայց ասես մի հատ բան հասկանան, սպառնալիքը թուրքերի որը պետք է լինի, որ հիմա պատերազմը սկսելու, ախր մեկ ու կես տարի առաջ ունեցանք զրույցներ, շատ պարզ, ոնց որ ասած, откровенность արեց, էլի, ասենք, երկրի վարչապետը իրանցի բնակիչների եւ կարծեմ ոսկեպարի թե Բաղանիսի բնակիչների հետ հանդիպելիս, երբ որ ասեց հակառակ դեպքում պատերազմ կլինի։ Դուք եղել է սպառնալիք, որը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության, ասենք, ղեկավարությունը, ռազմաքաղաքական վերնախավը որոշել է 26 դիրք հետ քաշվի։ Սպառնալիք թե ուլտիմատում։ Նույն բանն է։ Դա ուժի սպառնալիքն է։ Ուժի սպառնալիք, որ հեսա ուժ կկիրառեմ, եթե չանեք։ Դա հենց սպառնալիքն է։ Ու կարծում եմ, որ նման պահելաձևը ընդհանրապես քաղաքական դաշտում մնալու խնդիրալուծում, որովհետև հակառակ դեպքում, ել եմ ասում, լուրջ սպիտակ խալաթով մարդկանց միջամտություն է պետք լինելու բուժանձնակազմը նկատի ունեմ, էլի ասենք։ Նայեք, ձեզ մի բան ասեմ, լավ, թուրքը հայացիածությունով աչքի անգ, հələ Օսմաններին չասեմ, ընդամենը 1.5 միլիոն սուրբ սարքեց հայերի համար, չէ՞, մենք սրբադասեցինք Մարտիրոս, որպես հռչակեցինք այդ 1.5 անմեղ սպանվածներին։ Բայց Բաքվի թուրքերի, ասենք, հələ մի հատ բանը նայենք, էլի։ Հայտնի բանը ջարդերը հայկական, որին ի պատասխան Նիկոլ Դումանը գնաց Բաքու եւ այլն։ Մենակ Բաքու քաղաքում սպանվել էր, ես ինչքան հիշում եմ, 300 քանի հոգի մարդ։ Իսկ ջարդերը գնաց ամբողջ Ելիզավետպոլի եւ բանի Երևանի եւ Բաքվի մարզերում, գուբերնիաներում։ 3 մեծ խոշոր մարզերում, ասենք, որտեղ հայկական բնակչությունը 30-ից 50% էր, նայած որ մարզում ոնց, Երևանում այդ վաղ 50% էր, Երևանի գուբերնիայում, ուրեմն ամենամեծ լարված վիճակը այնպես չի, որ Բաքվում էր ու մի քանի հազար հայ կոտորվել է մանավանդ թուրքերով շրջապատված բնակավայրերում, ասենք, առաջի Նախիջևանցիների ջարդը Ագուլիսի բանի կողմերը եղել է հենց 1900 կարծեմ 5 թվականին, կարող է 1 տարի ենք ու մեզ կողմ սխալվեմ։ Համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, առաջինից հետո, ուրեմն առաջի ջարդերը եղան մոտավորապես 7-ից 10 հազար հայ սպանվել, ուրեմն Եվլախի եւ հետագայում Կիրովաբադ դարավ
իսկ այդ վաղ Ելիզավետ Պոլեր բանանում, իրենց արանքը եղած բոլոր բնակավայրերում եւ հատկապես, ասենք, բանում Ելիզավետ Պոլում, ներկայիս Գյանջայում։ Դրանից հետո իրանք մի քանի ամիս պատերազմելով ներխուժում են Բաքու, անգլիական, ասենք, թողտվությամբ եւ 30,000 հայ ակոտորվում այնտեղ Բաքվում։ Արդեն հանձնված քաղաքում։ Հանձնվել են, ասել են, հա, всё, անգլիացիք բանա զիջեցին իրանց բանա իշխանությունը, ոնց որ ասած Բաքվում Նուրի Փաշային, Օսմանյան, ասենք, բանակին համատեղ կովկասյան թաթարների հետ, որոնք հետո, ասենք, դառան ազերբայջանցի։ Թղթի վրա էլի 30,000 մենակ Բաքվում, հետո Շուշիում 20,000, Ղարաբաղի տարածքում ընդհանուր 10,000, то есть Արցախում, Լեռնային Ղարաբաղի տարածքում մոտ 10,000 եւ 20,000 հենց Շուշիում, 30, 60,000 Եվլախում 7-ից 10, 70,000, 70,000 էդի չհաշված Նախիջևանի ջարդերը, էդի չհաշված Սյունիքում միջև Նժդեի Սյունիք գործուղվելը, էդի չհաշված Արարատի մարզի, ասենք, այդ ներկայիս Արարատի մարզում եղած բախումները, որտեղ գրեթե միշտ հրահարողները թուրքերն էին եւ Գեղարքունիքում։ Էդի այդ թուրքերի մասին է խոսքը։ Գանք մի քիչ էլ էս կողմ, էդի են թուրքերն են, ովքեր որ Ստեփանակերտում պլյուրալիզմ, Գորբաչով, Պերեստրոյկա, բոլորը միտինգ են անում, հայերն էլ ասին, արա մենք ումից ենք պակաս, մենք էլ միտինգ անենք, էլի։ Ու Ստեփանակերտում միտինգին պատասխանեցին, ասենք, բանա Սումգայիթի ջարդերով, որտեղ անպատվեցին հայ կանայք եւ տղամարդիկ, սեռական բնույթի անպատվության մասին է խոսքը, 23 հոգի մինիմում մարդ բանը դաժանաբար խոշտանգվելով, ասենք, կենթանի մարմինները սպանվեցին, իսկ հետո, ասենք, խոշտանգեցին նաեւ իրենց դիակները, եւ նմանատիպ դեպքեր եղել է ամբողջ ադրբեջանական, սոցիալիստական, սովետական հանրապետության տարածքում։ Գանք մի քիչ էլ էս կողմ, 90 թվական հայերը փախան շատ տեղերից, ընդեղից։ Եվ ստեղից 180 հայ թուրք դուրս եկավ, ընդեղից 400,000 դուրս եկավ, մնացել էին ընդեղ նվիրյալ թուրքերին սիրող, ախ какой у нас Բաքու ինտերնացիոնալնի գորոտ ասողները 30,000-ից ավել, մի քիչ ավել մարդ էր մնացել Բաքվում, էլ հայ չկար իրանց հպատակ մնացած։ Այդ 30,000-ին էլ Ստեփանակերտում ինչ-որ դեպքերի արդյունքում բորբոքվան ու մտան ջարդեցին 3-ից 10,000 հոգի, այդ թվերի ռազմբրոսը ընդրա պատճառով է, որ 10,000-ով թվերը աճել էր նախորդ տարիների հետ համեմատ ինսուլտով եւ ինֆարկտով մահացած մարդկանց թիվը ու չգիտես խի աճել էր հատկապես հայկական շրջաններում, էլի 10,000 ավել մարդ էր մահացել ընդհանուր ստատիստիկայի հետ համեմատ։ Ուրեմն այդ իրանց ուղղակի իրանք Սումգայիթի դատավարություն բան հիշելով հիմա մահվան վկայականները տալիս են եւ շատ արագ, ասենք, բանա ոչնչացնում էին մարմինները կրեմատորիաներում, հայրի շատ արագ, ասենք, այդ հարցերը լուծում էին։ Ու նման գանք մի քիչ էլ էսյան կանանց խոշտանգումները կենթանի, ասենք, Կուրսկը կդրած դրած բերանը 2 տարի առաջ ա եղել է, 3 տարի առաջ ա եղել։ Մոռացանք, հա։ Մյուս կանանց, ասենք, դիակները վարկասու, ասենք, կենթանի չեն անգել ձեռները, ասենք, ինչ դաժանություններ են արել։ Դա էդի մեր հարևանն է, գերի ընկած, ասենք, արտիլերիստները ձեռքերը բարձրած, հենց իրենք նկարանել գցել են համացանց, բացեք նայեք, ծնկի են կայնացնում եւ գնդակահարում են։ Եվ ամբողջը չէ, բանակը նման հարևանի հետ կարելի է, ասենք, նման շան հետ հարևանություն անելով փեդը ձեռից գցել, իհարկե ոչ, չի կարելի։ Պարոն Վարդանով, քիչ առաջ ասացիք, որ Էրդողանն ու Ալիևը ունեն որոշակի ջերմություն եւ այդ ջերմությունը Էրդողանի մոտ ավելի ճակերտավոր Հայաստանի հանդեպ բարի եւ չար ոստիկանի դեր են խաղում։ Այո, եւ ասացիք, որ Ալիևը ագրեսիայով լցված է միջորս Հայաստանի հանդեպ։ Ալիևի այդ ագրեսիան լցված Հայաստանի լեռներում ինչին է բախվելու։
Եթե մենք խելք ունենք, իսկ ես միշտ չի որ համոզված եմ լինում, որ մենք խելք ունենք բավարար քանակով։ Եթե ունենանք։ Եթե մենք խելք ունենք, մենք իրենց կկանգնացնենք, շուռ կտանք, կասենք կռացի, որոշ ագրեսիվ գործողություններ կանենք ու կուղարկենք հետ։ Հələ մի հատ է կնստենք մեջքներին ու կետանք, ասենք օկուպացված տարածքները հետ կվեգալենք։ Իսկ Ալիևին Ալիևի հետ եմ, Ալիևի ուղղության հետ եմ։ Օսմաններին չեմ կարծում, որ մենք կարողանանք այդ վիճակում բանենք, մենք կարանք միայն ու միայն Արաքսից թույլ չտալ, որ իրանք Արաքսից էսյան գան։ Ու դա հնարավոր է, ասեմ ձեզ, դա հնարավոր է, եթե մենք խելացի ենք, եթե մենք էշ խոսալու փոխարեն ավտոմատի դար չի բան, այլ ավտոմատից կրակել ենք սովորում, եթե մենք ավտոմատից կրակել սովորելու հետ միասին հաշվի ենք առնում, որ այն մեկն էլ ավտոմատ ունի ու կարող է խփի կպնի ինձ, բժշկություն ենք սովորում, այսօրվա տեխնիկական, ասենք, միջոցները, որ ավելի մատչելի է զենքը դարել, ասենք, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու մեթոդներն ենք սովորում եւ օգտագործելն ենք սովորում առանց պետության միջամտելու։ Այսօր հասարակական կազմակերպությունները առաջ 20 թվականից առաջ կարելի ասել մենակ մենք էինք եւ կար մի կառույց, որը որ շատ ավելի կամերային էր, էլի պարփակված, փակ, ասենք, կառույց էր Տիգրան Մեծը։ Հիմա բազմաթիվ կառույցներ կան։ 60-ից ավել ռազմամարզական կառույցներ կան, թող այդքան սովորեն։ Եթե իրոք մեր իմացած խելացի մեր ազգակիցներն են։ Եթե խելացի չեն, դե հիմա բժիշկը կարա օգնի մենակ դրան, ով որ ինքը իրան օգնում է։ Պարոն Վարդանով, վստահում եք դուք Թրամփի խաղաղության կոչերին։ Հստակ պատասխանեք։ Տրամփին։ Այո, խաղաղության հիշում ենք, որ Տրամփը մի քանի անգամ բանկրոտ է եղել։ Այն մարդիկ, ով որ վստահել են իրան, ասենք, միգուցե փողեր են տվել, որ ինքը, չգիտեմ, բիզնեսը չի բացառվում, որ մի տասնյակ հոգի մարդ կա, որ ինքնասպան ա եղել, որովհետև իր միջոցով, ասենք, զրոյացվել է խոսքի իրանց մի քանի սերունդ ընտանիքի վաստակած փողերը։ Եվ հետո էլի ոտի ա կանել։ Ինքը շատ խելացի է, շատ ճարպիկ է, դա անվիճելի է, բայց նման անցյալ ունեցողին ո՞նց կարելի է վստահել։ Չեք վստահում։ Ընդհանրապես քաղաքական ուժին, ինքը քաղաքական ուժ է, որպես մարդ վստահելի չի, ասեցի։ Իսկ հիմա նայենք որպես քաղաքական ուժ։ Ինքը քաղաքական ուժ է, չէ՞։ Ինքը բացի դրանից ինքը քաղաքական ուժ է, ունի քաղաքական անցյալ։ Ասենք այն ճանապարհով որ քայլում, ասենք քաղաքական ուժը կամ գործիչը իր հետևից, ասենք, հետքեր է թողում։ Հիշում եք 20 թվականին ով թույլ տվեց, որ թուրքերը հարձակվեն Արցախի վրա։ Հիշում եք, որ այդ հարձակումից անմիջապես առաջ ասում էին ամերիկացիք, ոչ մի դեպքում թույլ չենք տա Արցախի վրա բան այնտեղ ուժ կիրառել չէ, ուժի սպառնալիքով Արցախի հետ խոսալ։ Տրամփի ադմինիստրացիայի վախտել ա եղել, Բայդենի վախտել ա եղել։ Իսկ հիշում եք, որ 20 թվականին 3 համանախագահ գոյություն ուներ Մինսկի խմբի, առանց որոնց համաձայնության ուղղակի բացառվում էր թուրքերը այդքան լկտի անային, հարձակվեին։ Այն երկուսը իրան զենք էին տալի, անգլիացիք եւ ասենք, ասեմ, եվրոպացիք եւ ռուսները։ Այն մեկն էլ, ասենք, հիմնական բանա գողական բանով կասնայողն է աշխարհի։ То есть Ալիևի այսքան գրփած, չրփած փողերը, որ երկրում էլ պահի Ամերիկան է որոշելու, ինքը այդ փողը կարանալու է ծախսի, թե չի կարանալու ծախսի։ Ու այս 3 համանախագահները թույլ են տվել, որ ինքը 20 թվականին հարձակվի Արցախի վրա։ Հիշում եք այդ ժամանակ 20 թվականին ովքեր էին Ամերիկայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները։ Պուտին, Մակրոն, Տրամփ։ Ես այս 3-ին էլ չեմ վստահում, ուր մնաց մենակ մեկին։ Հարցս էլի հստակ ձևակերպեմ։ Միթե Տրամփի խաղաղության կոչերը կզսպեն Ալիևին Հայաստանի հանդեպ նոր պատերազմ սանձազերծելուց առաջ։ Ես կարծում եմ չեն էլ փորձի այդ կոչերը
եւ կոչ անողները զսպեն։ Ինչ է ստացվում, այսինքն Թրամփը հովանավորում է Ալիևին։ Ալիևը հիմա, չէ, դա չի։ Դա նշանակում է, որ Թրամփը ոնց որ Պուտինը շատ տեղերում թողում է, թող ինքը Իրանով եռա, գոլոշին հելնի, ոնց որ մեքենան որ սկսում է եռալ, կռիչքեն բացել չի կարելի։ Սպասում ես մի քիչ բան լինի, թողլանա տեմպը, մալի աբարոտների տակ, նոր մի կերպ շորով մորով բացում ես, որ գոլոշին հելնի, հələ չես մոտենում ջուր ավելացնել բանել։ Վտանգավոր է, ինչի համար, թող իրար մի քիչ սպանեն, մանեն, հետո նոր կխառնվեն։ Ոնց որ արեց Իրանում։ Իրանը հրթիռներ էր ճամփում ի պատասխան Իսրայելի ռմբակոծության, չէ, մի 10 օր Ամերիկան չէր խառնում, հետո ասեց, всё, ոնց որ այդ մի երկու հատ էլ ես գցեմ, գնաց 6 հատ թե 12 հատ ռումբ գցեց խորքային։ Նորմալ պահվածքը, ասենք, գերտերության համար, որ մարդկային դեմքը կորցրած մարդիկ են ղեկավարում։ Եթե Ռուսաստանն էլ է այտենց էլի իդե։ Եթե Ալիևը հարձակվի Հայաստանի վրա, Թրամփը ինչ է անելու։ Չի նկատելու, բարձ չի։ Չի նկատելու։ Իհարկե։ Եթե չի նկատելու, միանգամից բնականաբար անգործություն, դա էլ է հանցագործություն եւ հովանավորչություն։ Չէ, ուղղակի չի նկատելու, ասելու, հետո որ միտեղ իրան հիշացնեն, ասելու, վայ, արեդ, եփ ա եղել, հələ մի հատ իմ բաներին կանչեք, հələ տենա մետխի, այտենց տեղյակ չպայեցին ինձ։ Չի նկատելու։ Իսկ իմաստը ո՞րն է, Ոնց որ չնկատեց, ձեռքերը սխմեց, ձեռքերը ողջագուրվեց։ Գիտեք ումն է, դե դա սիրուն պրոտոկոլը ինքը տարիքով մարդա իր ընտանիքին բարի ամբավ ուզում է ժառանգի, որ հետո Ամերիկայում իրանք միշտ բաց դռներ ունենան իրանց առջև։ Հիշում եք մի ֆիլմ կար 12 աթոռ եւ ոսկե ցլիկ։ Դե այդ Իլֆ Պետրովի համագործակցության արդյունքում գրված հիման վրա է։ Դե գլխավոր հերոսը Օստապ Բենդերն էր, չէ՞։ Այո։ Օստապ Բենդերը բան էր շատ բարի դեմքով, շատ լավ մարդ էր, էլի թվում է թե, բայց իրականում սրիկա էր։ Այդ նույն բանը կարելի է ասել Տրամփն է, բայց բարի համբավով է ուզում ինքը իր բանը անի, էլի ասենք թողի ժառանգներին։ Բայց այդ ֆիլմի ոսկե ցլիկի սկիզբն եմ ես ուզում հիշեցնեմ ձեզ։ Ոնց է սկսում, որ ինչ որ պետական չինովնիկի դուր հերթով տարբեր մարդիկ են մտնում ու բոլորը ասում են ես լեյտենանտ Շմիդտի որդին եմ։ Եվ իրանց դեմ դուռ է բացվում, որտեղ լեյտենանտ Շմիդտը դա հեղափոխական մի նավատորմի սպա էր, որը հեղափոխության էր մասնակցել, նույն ձևով։ Իրանք ոնց որ Լի Կվան Յուն բարի համբավ թողեց ու Լի Կվան Յուի ընտանիքը Սինգապուրում խնդիր չունի։ Այն նույնը Տրամփն է փորձում ինչ-որ բարի ամբավ թողի, որ իր ընտանիքի առջև միշտ դռները բացվի, ոնց որ Ջոն Քենեդիի ընտանիքի առջև է միշտ դուռը բացվում, ասենք Քենեդիների կլանը Ամերիկայում միայն քաղաքական վերնախավ չէ, պրեզիդենտ դառնալուց է խնդիրների հանդիպում, մնացած տեղ կոնգրեսմեն, սենատոր, բան խնդիր չունեն ընդհանրապես, այտենց մի բան ուզում է քաղաքական պաշտպանված արտոնություններով օժտված, ասենք ընտանիք դարձնի իր ժառանգներին Դոնալդ Թրամփը ուրիշ ոչ մի բան։ Բայց ինքը այդ Օստապ Բենդերը էլի իր այությամբ։ Լավ մարդ է, իր ընտանիքի համար շատ ճաշակով, շատ գեղեցիկ կանանց հետ է միշտ փսակվել։ Տարբեր մարդկանց քաշել է անհաջող բիզնես ծրագրերի մեջ եւ քաղաքական բաների մեջ։ Իլոն Մասկին չկարողացավ ոչնչացնել զուտ նրա համար, որ Իլոն Մասկը նես մի հատ մեծ բագաժ ուներ, ասենք իր հետևը, ասենք ֆինանսական, որ իրան ոչնչացնելը ուղղակի անհնար է։ Դա մի քիչ հիշեցնում եմ բանեն, մեր կուշկսեմ կուլալսա։ Տրամփը անգամ աշխարհի գեգեմոն երկրի ղեկավարը չկարողացավ ամենամեծ կապիտալ ունեցողների մեջ ինչ որ տեղ զբաղացնող մարդուն բանանի ջնջի ռետինով նույն ձևով համոզված եղեք, էլի հնարավոր չի Հայաստանի կառավարությունը կարողանա ամենամեծ հայկական կապիտալով մարդկանց ջնջի։ Բացառվում է դա։ Մի խոսքով Թրամփի այդ խաղաղության կոչերը եւ զսպվածության կոչերը դուք համարում եք առաջինչ։ Իհարկե։ Իսկ այդ դեպքում ի՞նչն է զսպում Ալիևին։ Հերվում sense ամպեր են, երբ որ լինում, բարձ երկինք է, բայց հերվում ամպեր կա։ Ու sense կյանքում կարաս նման բան անես, մատդ լպստում ես, sense սպանում ես, տենում ես քամին ամպերի կողմից, հասկանում ես, որ այդ ամպերը վաղ թե ուշ կմոտենան։
Մենակ հիմարը չի տենում, որ ասենք մեծ մերձավոր արևելքը եռում է, ու եթե ամպերը հələ չեն եկել քո հորիզոնի կողմերն են, չեն եկել քո գլխավերևը, ընդհանրապես ժամանակի խնդիր է։ Ժամանակի խնդիրը Ալիևի պատերազմը սանձահարելուց։ Ժամանակի խնդիր է, որ մեծ պատերազմ մերձավոր արևելքում սկսի, կամ եթե մեծ չլինի, մի քանի հատ լոկալ լինեն եւ հարցը ասենք Ալիևին ներքաշելու են այդ պատերազմի մեջ, ասենք Իրանի հետ հակամարտության մեջ կամ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ասիական կողմից նոր Ուկրաինա սարքեն, ասենք բանա մուսուլմանական հարավը, Միջին Ասիա եւ Կովկաս։ Հնարավոր է, չէ՞, ասենք որ ներքաշեն նաեւ Բաքվի հանրապետությունը եւ ինքը իր ռեսուրսներն է խնայում, հնարավոր դաշնակիցներն է հիմա մանգալի փնտրում, ինքը խելամիտ է։ Մեզանից մի քիչ դրանով են իրանք տարբերվում, որ իրանք խելամիտ են, իրանք ապագա են փորձում տեսնել, ոչ թե ասենք համբյուրում են տարբեր 4 թշերը ինչ որ մեկի որտեվ սիրում են իրան, այլ օգուտ կա մեջը։ Պարոն Վարդանով, Ալիևը օրերս Պարզաբան եմ էլի թշերը որտեղ են գտնում։ Արդեն պարզ է։ Ալիևը օրերս հայտարարեց, որ բանակաշինության գործընթացը շարունակվելու է եւ Հայաստանը պետք է իմանա, որ որքան էլ զենք գնի, ինչքան էլ աջակցություն ստանա, եթե մեզ համար վտանգի աղբյուր լինի, մենք անմիջապես կոչնչացնենք այդ վտանգի աղբյուրը։ Չեմ թաքցնում, որ վաղը ոչ ոք չասի, որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Նման սպառնալիքով եւ հոխորտանքով լի հայտարարություն Ալիևի կողմից, Ալիևի բերանով հռչակագրից հետո անմիջապես։ Ինչ է սա։ Այդ դա կարծեմ հայտարարեց Al Jazeera-ին, չէ, բանաներ ինտերվյու տալուց, թե դա վեական չի։ Անմիջապես այդ երբ այցելել էր օկուպացված Արցախ։ Անմիջապես դրանից հետո ինքը դա որ ասեց, դա ընդհանրապես կրկնեց այն ինչ որ ասում է 20 թվականի ծեսկում մշտապես։ Ինքը կրկնեց ընդհանրապես։ Բայց մենք պետք է ինքնասպան լինենք, չէ, որ իր խոսքերը հաշվի չառնենք։ Պարոն Վարդանով կրկնեց, նորից եմ ասում, Վաշինգտոնում այդ հայտնի ձեռք սեղմումից հետո, որտեղ Թրամփի ներկայությամբ, այսպես ասած, պայմաններ էին դրվել խաղաղության դարաշրջանի եւ երկու կողմերը, Հայաստանը եւ Ադրբեջանը, ընտրել էին խաղաղության ճանապարհը։ Դրանից անմիջապես հետո ասաց, որ Հայաստանը, եթե զինվի, մենք չենք թաքցնում, կոչնչացնենք։ Դե նախորդ իմ խոսքը դրա մասին էր, որ եթե իրան համար զսպաշապիկ չի։ Դա абսուրդ է նման ձև կարծելը։ Հայ հասարակությանը անվանեց հիմար։ Դե հիմար ենք, այդ հարցում համաձայն եմ իր հետ։ Խելացի ենք։ Բա թուրքը ասենք մշտապես բյուջեն շատացնում է, իսկ մենք ասում ենք լավագույն դեպքում բյուջեն չենք պակասացնի։ Այն դեպքում, որ զենք, զինամթերք, բան, ռազմական, երկակի նշանակության ապրանքներ, ամեն ինչը, ասենք, ինֆլյացիայի է ենթարկվում, թանկացել է։ Փաստացի եղավ, որ դու հակառակը պակասացնում ես քո բյուջեն։ Բա հիմար չենք, հիմար ենք։ Անկամ Ալիևը դեռ միջորս չի մոռացել տարածքային հավաք։ Ես երկու հարցում եմ Ալիևի հետ համամիտ, մեկն որ մենք այնքան էլ խելացի չենք, լավ չասեմ հիմար։ Մեկ էլ որ ինքը բանա ճաշակով կին ընտրել իր համար։ Ճաշակով այլ ինքը շատ սիրում կին ընտրել։ Շատ սիրում, ահա, իրոք ճիշտ է այդ հարցում։ Մնացած հարցերում կարող չհամաձայնվել։ Մեհրիբանի արտաքին տվյալները ձեզ դուր են գալիս։ Ժամանակին այո շատ սիմպաթիչնի կին էր ու հասկանալի էր թե իր ворցությունը Ալիևի որտեղից է գալի, որտեղ ճիշտ ворցի հետևում պետք է անպայման ճիշտ էկ լինի։ Ճիշտ ընտրություն է մի խոսքով նրանց դեպքում։ 100%, համ սիմպաթիչնի է, համ խելացի է, համ պատիվ ունի, մեջք պահել գիտի պայմանական, գիտի ինչ բան է, ինքնահարգանքը, ինքը իրան հարգում է, բան սենց էլ։ Ալիևը դեռ չի մոռացել ու շարունակում է տարածքային հավակնություններ առաջ քաշել ընդհուպ Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ, Երևանի նկատմամբ, կրկին Վաշինգտոնի հանդիպումից հետո։ Դրանից պատերազմի հոտ է գալիս։ Ինքը պատերազմի սպառնալիքի հետ զուգահեռ այդ թեզերը առաջ է տանում, որպեսզի ցույց տա, որ ինքը չի հարձակվում ոչ միայն դրա համար, որ ասենք
մենք տակ ենք տալի ու իր ցանկացած, ասենք, խոսքի վրա, որ այդ համ կացինը բերեմ ծառը կդրեմ, միանգամից մեր երեխեքից մեկին գցում ենք, որ ինքը ուտի, այլ նաև որ ինքը բարի է, ինքը բանա այդ նվիրատվությունը ընդունել է, որ հա բայց փաստա չէ, նվիրատվություն են արել թուրքերը եւ ինքը, ասենք, երեսով է տալի, բայց ընդունում է, որ ինքը բանա այդ ինքը չէ, մենք իրավունք ունենք նվեր ստացած քաղաքից օգտվել էլի։ Ալիվի այդ խոսքերը ավելի շատ իր մեջ պարունակում են ձևական բնույթի ահաբեկչական սփռող մտադրություններ, թե նախապատրաստություն նոր պատերազմի։ Գիտեք ինչ, նոր պատերազմի թուրքը պատրաստվում է 2003-7 թվականներից առեսօր ու երբեք տեմպերը չի փոքրացրել, երբեք։ Միշտ ավելացնում է տեմպերը, զենք գնել, պարապել եւ այլն եւ այլն։ Մենք դա տեսնում ենք։ Դեռևս այն թվականներից։ Մոտավորապես 2007 թվականից էդի եկամ ակնհայտ էր, որ ես ծառայությունից արդեն մի 10 տարի դուրս հայտնված մարդ, ես դա տեսնում էի։ Ուրեմն տեսնում էին նաև պետական, ասենք, այրերը, ռազմական գործիչները, գաղտնի ծառայությունները եւ այլն եւ այլն։ Ու գնալով դա ավելի, ասենք, ամրանում էր։ 2012 թվականից ինքը սկսեց ակտիվ գործողություններ։ Դրանից առաջ 10 թվականին զենք մեծ բարձր առավ, իսկ 12 թվականից սկսեց ակտիվ գործողություններ հայկական, ասենք, դիրքերի վրա, հայկական հողերի վրա, ռազմական ճնշումներ գործադրելով։ Հայտնի, ասենք, սնայպերական, դիվերսիոն, ապրիլյան պատերազմները։ Մեկը մյուսից հետո մենք սաղ պարտվանք։ Ես ինչի համար եմ համաձայն, որ Ալիևը ճիշտ է, որ մենք այնքան էլ խելացի չենք, լավ կոպիտ բառ չասեմ, որովհետև ցանկացած պարտություն խելացի մարդուն դրդում անդրամ, որ ինքը ակտիվ գործողություններ անի, իր սխալները փակի ու ինքը դառնա, ասենք, ավելի ամուր, որ մյուս անգամ չպարտվի։ Ոչ սնայպերական պատերազմը մեզ ինչ-որ բան սովորացրեց, ոչ դիվերսիոն պատերազմը բան սովորացրեց, ոչ ապրիլյան պատերազմը, ոչ 20 թվականի, ասենք, մարտական գործողությունները, ոչ 22 թիվ ջերմուկը, ոչ 23 թվականի, ասենք, Արցախի էթնոցիդը։ Ոչ մի բան մեզ չի սովորացնում, ու դա գլխավոր մեղավորը ժողովուրդն է։ Բայց գլխավոր մեղավորը լինելով, շատ ավելի նենք իր մասին, իր մեղքը, ասենք, չբարձրաձայնող ու չընդունող մեր ընտանիքի անդամ կա, հայկական կառավարությունը։ 2012 թվականից շուտ, 2007 թվականից մեր կառավարությունը մշտապես մեղավոր է անդրանում, որ ժողովուրդը այդ ամեն ինչ, ասենք, չտեսնի, չնկատի, չհասկանա։ Այդ բացատրական աշխատանք պիտի տանես ժողովրդի հետ, որ զավակդ պետք է կես տարի ավել ծառայի։ Կամ աշխատավարձը չենք բարձրացնում, թոշակը չենք բարձրացնում, չնայած սուր անհրաժեշտություն է, որովհետև այս զենքի տեսակները պետք է առնենք, ժողովուրդ ջան, հազարներով։ Ես էլ իմ, ասենք, բանա լրբերի մոտ չեմ եթում, կնոջս, ասենք, Բելլա Քոչարյանին կամ Ռիտա Սարգսյանին ոսկե ապարանջան չեմ նվիրում, ասենք, որովհետև մենք բոլորս պետք է մեզ մի քիչ նեղություն տանք, որ համազգային, ասենք, գործողություններ ունենք անելու, վտանգների դեմ առնելու, ու այդ ամեն ինչը նորմալ տրադիցիա է դառած այն ժամանակներից առ այսօրվա կառավարություններն էլ նույնն են։ Բյուջեում չի հերիքում ինչ-որ գումարներ, նույնիսկ նման բացատրություն արեցին, որ կես տարի բան են անում։ Չգիտես խի պարգևա վճարները չեն պակասացնում։ Ավելի հեշտ էր պարգևա վճարները պակասացնել ու, ասենք, այդ կես տարի ծառայությունը ավել չէ 2 տարին պահպանել, միջև անհրաժեշտ գործողությունները անես, թե ովա փոխարինելու իրանց։ Կամ համաշխարհային մասշտաբի եւ հայտնիության շոու բիզնեսի ներկայացուցիչների բերել Հայաստան։ Հա, այդ սաղ իրար հետ բերում անդրան, որ ես համարում եմ, որ մենք հիմար ենք, բոլորս։ Բայց մեր հիմարության մեջ մեծ մեղք ունի
այն մարդը, ուժը, չգիտեմ, քաղաքական գործիչը, մորքուրի տղա ասեմ, չգիտեմ, հորքուրի գանձ ասեմ, այն վաղ, ասենք, սրանից 20 տարի առաջ, սրանից 15 տարի առաջ, 5 տարի, հիմա իրանք բոլորը ոնց որ մի հեղինակի կողմից, ասենք, սարքված լինեն։ Նկատի ունեմ մի կտավի բան էլի, ասենք, նկարված լինեն մի կտավի վրա։ Իրանք բոլորը իրանց նեղություն չեն ուզեցել տան, իսկ որպեսզի չկորցնեն իշխանություն, ժողովրդին էլ քիչ նեղություն են տվել, որը բավարար չի։ Եվ վերջում Թուրքերի դեմ առնելու համար։ Իմիջիալոց թուրքերի դեմ առնել ես պարտադիր չի, որ պատերազմից եմ խոսում, Ես խոսում եմ պատերազմի սպառնալիքից։ Եթե ազգ բանակ կառուցես, եթե քո բոլոր տղամարդիկ եւ հսկայական քանակ նաեւ կանայք նորմալ ռազմական գործ սովորեն, նորմալ տարածքային պաշտպանության, ասենք, կորպուսներ, մի հատ չէ, այլ մի 4 կորպուս, ասենք, բանակ ստեղծվի, եւ այդ տարածքային պաշտպանության, ասենք, բանի հետ միասին նորմալ կորպուսների հետ միասին ռեզերվային բանա անձնակազմը մշտապես պարապի, այդ ժամանակ թուրքը 3 անգամ ավել կմտածի մեզ հիմար անվանելուց առաջ, որտեվ գիժ ենք, մեկ էլ տեսար, ասենք, եթանք ծեծենք իրան այդ հիմար բառի աչոտը ուզենք չկարնատա, ծեծենք։ Չի բացառվում, որ ինքը ուժի սպառնալիքը հենց պատրվակով օգտագործի, որ ստիպված լինի ուժը կիրառել, որտեվ չենք կատարի իր ասածը։ Այդ դեպքում մենք իրան կարանք, այն իմ ասած ձևով, հայկական բանը գտարի դիրքի մեջ իրան կանգնացնենք եւ ճամփենք ստեղից։ Ու ինքը որպեսի նման իրավիճակ չստեղծվի եւ ինքը չսպառնա իր ընտանիքի ապագան, կուտակած փողերը եւ այլն, որ այնտեղ մեկը չգա շտաբում կամ ես իմ ռեստորանում գոռա կառավարությունը վերցրել են բոլոր փողերը եւ փախել են այդ բանը պարնի մուսկամանդի այդ բանը նվագախմբի տղաները ֆիլմից, որպեսի իր ընտանիքի հետ նման բան չտեղի չունենա, ինքը պրոստը կդադարի ավել պակաս էշ դուրս տալը։ Բայց որպեսի ինքը էշ դուրս չտա, սպառնալիք չհնչեցնի, մենք պետք է դադարենք էշ պահվածքը, որոնցի ոչ մի բան չի կատարվում։ Թուրքը առաջվա ջարդարարը չի, այս մյուս կողմից ոչ պակաս գազան վայրենի թուրք չի։ Միջալոց կարճ մի բան ասեմ, մեր բանը լսողները կարող է շատերը դրա մասին տեղյակ չեն։ Թուրքերը ցեղասպանելուց, հայերին ցեղասպանելուց հետո հույներին ցեղասպանեցին։ Բացի դրանից անցավ մի քանի տասնյակ տարի, խնդիր ունեցան հույների հետ Կիպրոսում։ Ստամբուլում հույների եւ հայերի ջարդ արեցին։ 70-ական թվականներին։ Վերջերս էլ Ալեքսանդրիայի տաճարը վերածեցին մզկիթի։ Դա քաղաքականություն է, իսկ ես ասում եմ վայրենության մասին։ Իմ խոսքը վայրենության մասին է։ Ինչ որտեղ Ստեփանակերտում կամ Կիպրոսում խնդիր է ունենում, մայրաքաղաքում ջարդեր է կազմակերպում։ Ջարդեր այն էթնոսի ներկայացուցիչների, ով որ, ասենք, բանա, իսկ հայերին այն աստիճան է սիրում, որ երբ որ Իսրայելի հետ է խնդիր առաջանում, հրեաների եւ հայերի ջարդն է անում։ Իսկ 70 թվականին հույների եւ հայերի ջարդը արեց։ Հասկանում եք, ասածս որն է այդ տիպի հարևաններ ունենալով ազգ բանակ արդեն 20 տարի չունենալ, նշանակում է լինել հիմար ու 20 տարի հիմար կառավարություն։ Եվ վերջում Հայաստանի ոգեղեն ինքնասպան հիմարություն ինքնասպանության աստիճանի։ Պարոն Վարդանով, Հայաստանի ոգեղենությունը արթնանալու է։ Ես չեմ սիրում ինքնասպանության մոտիկ խիզախ իմ մոտ ալերգիա առաջացրեց դուխով բառը։ Ես սիրում եմ, երբ որ մարդը զգուշավոր է ու պատրաստված։ Երբ որ հայը պատրաստված լինի, իրան այդ ոգի դրա կարիքը չի լինի։ Ձեռի հետ, ասենք, բանա խմած վաղ կելնես ոգե կոչվող, սենց կոչող չէ, սենց ինչ որ խրոխտ բաներ կասես, ընդ Հայաստանը ծովից ծով, սենց բաներ կգոռաս։
Բայց հիմա ընդհանրապես գլուխները կախ պախատա պետք անել։ Ինքնապաշտպանությունը ամրացնելու համար։ Լինելով լավատես մարդ, ինչպես եք պատկերացնում Հայաստանի վաղվա օրը։ Ինձ երբ որ հարցնում են ու երբ որ այսօր էլ հանդիպեցինք, դուք ինձ ասեցիք ինչպես եք, ես ասեցի արտակարգ, չէ՞։ Նազլով վրագամ։ Այդ այնց եմ պատկերացնում, որ մենք լինենք արտակարգ ու թշնամիները ռիսկ չանեն մեր ընտիր տրամադրությունը, մեր ընտիր, ասենք, բարեկեցությունը խանգարելու փորձ չեմ ասում, հերվից դաժե քֆուր տան, ասենք։ Դրա նախադրյալները ունենք։ Ունենք իհարկե, դա ոմանա ու ոմայի նման ռազմամարզական կառույցներ են, որոնց հզորացմանը կարա նպաստի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցանկացածը մասնակցելով ոմայի գործերին կամ անձնապես կամ ասենք նյութական եւ մեր սփյուռքը հայերը մեր միակ դաշնակիցը սփյուռքն է, չէ՞, բոլորս գիտենք։ Եթե ինչ-որ մեկը կա մտածում է ուրիշ դաշնակից ունենք, էլի ինքնասպանության աստիճան հիմարություն է։ Թուղթը ոչ մի նշանակություն չի ունենում, եթե տակը չկա լուրջ հիմնավորած ուժ։ Եվ դրանից հետո թշնամին ինչպես կճանաչի իր տեղը։ Երբ որ ազգ բանակը սկսենք կառուցել, ինքը արդեն կխառնի։ Իսկ երբ որ ազգ բանակը արդեն կայացած լինի, ընդհանրապես պետք է ասենք պահպանես այդ կառույցը, երկիր ամրոց դարձնես, ասենք, քո երկիրը, ինքը ասում եմ սուսիկ փուսիկ է լինելու։ Սուսիկ փուսիկ։ Եվ Ալիևը կհայտնվի որտեղ։ Մեկ հերվից այսպես պրիվետներ կանի։ Եթե նկատի ունես ճաղերի հետևում, չէ, չեմ կարծում, որովհետև բանա հռոմեական ստատուտը, քանի որ մենք ստորագրել ենք, ինքը եշեշ չի գա Հայաստանի, ուժեղ Հայաստանի տարածք թեկուզ հյուր, որովհետև պարտավոր է սլնելու իրան ձերբակալել եւ հանձնել։ Որտեղ կհայտնվի Ալիևը, պարոն Վարդանով։ Ինքը կարծում եմ, ասենք, միակ տեղը, որ բանա իրավունք ունի հայտնվելու, դա դժոխքն է, բայց դա ավելի շուտ, ասենք, մեր աստվածաբանները ու եկեղեցու ներկայացուցիչները կարան հիմնավորեն էլի։ Իսկ ձեր մասնագիտության շրջանակում Որ մեկը, եթե հիշենք իմ երիտասարդ տարիների մասնագիտությունը, շատ վաղուց դրանով չեմ զբաղվում, իսկ այսօրվա իմ մասնագիտությունը կրթելն է երիտասարդներին եւ ինձանից անգամ մեծերին, որոնք գիտակցում են, որ ռազմական գործում գիտա երիտասարդն էդի Ալիևին դժոխք չի ուղարկի, ընդհանրապես կարա իրան Գ տառի դիրքի մեջ գայնացնի, ապականի իրան ու հետ ուղարկի տուն։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանով։ Ես եմ շնորհակալ։ Հայը հազարամյակների ճանապարհ է անցել, կրելով իր խաչը, իր սուրը, իր հավատը։ Մենք տեսել ենք հրդեհված գյուղեր, ավերված քաղաքներ, բայց ամեն անգամ վեր ենք կացել մոխիրներից։ Ավարայրում Վարդանանց քաջերը զենք վերցրին ոչ թե հողի, այլ հավատի ու ազատության համար։ Զինվորները Սարդարապատում կանգնեցին, որ ազգը ապրի։ Մոնթեն ու նրա ընկերները լեռներում մաքարեցին, որ հայի երգը չլռի։ Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր։ Իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է։ Մոնթե Մելքոնյանի այս խոսքերը պետք է դառնան մեր սեղանի հացն ու ջուրը։ Մենք ունենք ուժ, որը գալիս է մեր լեռներից, մեր քարերից, մեր խաչքարերից։ Այդ ուժը ոչ ոք չի կարող խլել մեզանից։ Եվ այսօր, երբ կրկին վտանգները կանգնած են մեր դռան առջև, հիշենք մեր արմատների կանչը։ Հայը ծնվել է, որ ապրի, պայքարի ու հաղթի։ Ոչ մի ուժ չի կարող կտրել մեզ մեր հողից, որովհետև մենք հողի մեջ ենք մեր արմատներով։ Սա է մեր հավերժական երդումը, սա է հայի հերոսական պատմությունը շարունակվող։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս ՈՄԱ հիմնադիր, ռազմական փորձագետ Վովա Վարդանովն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։